Հունիսի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի EPIC-ի բացման արարողությունը։ Կենտրոնը ստարտափ ընկերություններին հնարավորություններ է ընձեռելու օնլայնել գործունեությունը։ EPIC-ը տրամադրելու է նաև ձեռներեցական կրթություն, օգնելով ստեղծել ստարտափների ինկուբատորներ։ Նպատակն է օգնել ամերիկյան համալսարանում ստեղծել ստարտափեր և օգնել այն նորարարական գաղափարներին առաջ գնալ, այսինքն դառնալ ընկերություններ եւ ընկերությունները մեծացնել, դարձնել այնպիսի կազմակերպություններ, որոնց մասին հուսով ենք ամբողջ աշխարհը կիմանա։ EPIC-ը հարմարավետ միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատանքին տրամադրել իրենց ամբողջ ժամանակը։ Տարածքը, ոնց որ բաց օֆիսային տարածք է լինելու, հիմնականում ստարտափերի համար նախատեսված։ Ինչպես տեսնում եք, հիմա սեղանները շատ ավելի քիչ են, քան կարող է լինել, ու կախված թե քանի ստարտափ կլինի այստեղ, դրան համապատասխան նաև կավելացնենք սեղաններն ու համակարգիչները նրանց այդ տեղը տրամադրելու համար։ Այստեղ ունենք այս հանդիպան մեծ սենյակը, որտեղ մի քանի անձնավորություն իրար հետ կարող են, ասենք, շատ մեծ մոնիտորի վրա իրար հետ կիսել իրենց էկրանները եւ տեսնել թե ինչ են քննարկում։ Ունենք օֆիսային տարածքները կենտրոնը կառավարող մարդկանց համար, աճում, ու նաև ունենք խոհանոց մարդկանց համար, որ եթե պետք լինի օգտվեն եւ չգնան դուրս կամ գան ներս իրենց օրվա կարիքներն լուծելու համար։ Այս կենտրոնը բաց է լինելու նաև արտաքին այլ կառույցների համար, մարդկանց համար, որոնք կարող են գալ այստեղ եւ զբաղվել իրենց գործունեությամբ։ Իհարկե լինի է process, որտեղ նրանք կարող են դիմել եւ եթե անցնեն հաջորդ փուլ, եթե նրանց համադրվի այդ տարածքը, նաև կարող են գալ այստեղ եւ զբաղվել գործունեությամբ։ Ու շատ կարեւոր է միշտ նշում եմ, որ մենք աշխատելու ենք այնպես, որ դռները չփակենք, ժամը 5-ից հետո, ասենք վերջ էլ ոչ մեկ այստեղ չի լինելու, որովհետև եթե ստարտափային գործ ես անում, շատ ժամանակ նաև աշխատում ես ամբողջ գիշեր եւ ամբողջ առավոտ գործանելու համար, նաև նրանց տրամադրելու ենք այդ հնարավորությունը, որ այստեղ լինեն, նաև գիշերային ժամերին եթե ցանկանան։ EPIC-ը տրամադրելու է ժամանակակից հաստոցներ, 3D տպիչներ, 3D լազերային սկաներներ, վակուումային սարքավորումներ եւ այլն։ Սրանց օգնությամբ հնարավորություն կլինի ստեղծել տարբեր սարքերի նախատիպեր։ EPIC-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք հաստոցների հետ աշխատելու համար պետք է ծանոթանա ապահով աշխատելու կանոններին։ Ունենալու ենք մի շարք ժամանակակից հաստոցներ, որպես ուսանողներ եւ ոչ մեր ուսանողներ կարող են գալ եւ ստեղծել պրոտոտիպներ այն սարքերի, որոնք իրենք ուզում են։ Ունենալու ենք այնպիսի սարքեր, որոնք ինձ թվում է առաջինն են լինելու Հայաստանում, որոնց են լինելու օրինակ եռաչափ սկաներներ, այսինքն կարող ես սկանանել քո սարքը ու հենց եռաչափ պատկերը ստանալ համակարգչում շատ արագ, ունենալ ենք նաև ֆրեզերային հաստոցներ, վակուումային ձուլման սարքեր եւ մի շարք այլ սարքեր, որոնք այստեղ են բոլոր տեղադրված լինելու ու բոլորը լինելու են հասանելի ամերիկյան համալսարանի ուսանողներին եւ կրկին ոչ միայն, որոնք այն մարդկանց, որոնք անցնեն համապատասխան տրեյնինգը իրենց չվնասելու համար։ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը նպատակ ունի Հայաստանում դառնալ ստարտափ մտքի և նախաձեռնությունների կարևոր աղբյուր։ Կենտրոնը ծրագրում է բարձրակարգ մասնագետներ հրավիրել արտերկրից, որոնք կդասավանդեն և կկիսվեն իրենց փորձով։ Համալսարանները տարիների ընթացքում իրենց փոխվել են այն իմաստով, թե ինչպես են տրամադրում կրթություն եւ ինչ է սպասվում իրենցից, այսինքն եթե ինչպես ասենք կոչում ենք առաջին սերնդի համալսարաններ, եթե մինչեւ 10-րդ դարը մարդիկ գնում էին հիմնականում նստում էին լսում էին լեկցիաներ, դրանից հետո փոխվեց, ասենք 10-րդ դարում, 20-րդ դարում դարձավ ավելի շատ մարդիկ գնում էին համալսարան, ոչ միայն լսում էին լեկցիաներ, նաեւ կատարում էին աշխատանք, ավելի շատ basic research հիմնականում անգլերեն ասած։ Դրանից հետո իսկ արդեն 21-րդ դարի համալսարանը, որ անվանենք 3-րդ սերնդի համալսարաններ, այս համալսարանները բացի տրամադրելուց այդ ամեն ինչ, որ նախորդ սերնդի համալսարանները, նաև ընձեռում են հնարավորություններ աշակերտներին եւ ոչ միայն աշակերտներին, նաև faculty and staff դասախոսական անձնակազմին կատարել նախաձեռնողական, ավելի ձեռներեցական աշխատանքներ։ Եվ ոնց որ EPIC-ը Entrepreneurship Product Innovation Center հենց այդ տեղն է լրացնում ամերիկյան համալսարանում։